Գյումրիի դեպքերի ժամանակ ձերբակալված փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 օր է ազատության մեջ է։ Նա ցավով է նշում, որ գրեթե 1 ամիս չի կարողացել զբաղվել մասնագիտական գործունեությամբ, սակայն կալանավայրում հասցրել է գիրք կարդալ։ Սոցկայքերից հեռու լինելն էլ օգնել է թար մտքերով վերադառնալ։ Այդ ընթացքում նաև հասցրել եմ մարզվել ու նաև նշեմ, այս ամեն ինչի ես իմ նաև ուղերձում նշել եմ, որ անհատության մեջ գտնվելով ես հիմա շատ ավելի ազատ եմ, այդ խոսքերը շատ խորքային են, ըստ այսում դա իրոք այդպես էր։ Իր ձերբակալությունը անհիմն է համարում, ասում, որ ոստիկանները տեղյակ են եղել քաղաքապետարանի շենք մուտք գործելու մասին, իսկ հայտնի տեսանյութում պարզապես հանդարտության կոչ էր անում։ Ձեռքերս բարձրացած մտել եմ թե ոստիկանների և թե քաղաքացիների մեջտեղը, այսինքն ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ, եւ մտել եմ երկուսի մեջտեղը, փորձել եմ հանդարտության կոչել անել։ Այդ երևի թե ըստ զգացողության էլ նաև տեսանկյունից հետ պարզվեց, որ տևել եմ մոտավորապես 15-ից 20 վայրկյան, ձեռքերս բաց, վիճակով կանգնած եմ եղել։ Փաստաբան Լիանա Գասպարյանը յուրահատուկ դեպք է համարում Մխիթարյանի ձերբակալությունը։ Նախ իր գործընկերը բացառապես մասնագիտական դաշտում է եղել, եւ ապա իրենց գործունեության ընթացքում նման դատական ակտի հետ երբևէ չեն առնչվել։ Նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, օրինակ A, B, G, բայց թե ինչի համար անձը օրինակ կխոչընդոտի, կխուսափի, բացառապես միայն A, B. Եվ այդ պայմաններում Ռուբեն Մխիթարյանը ապօրինի գտնվեց շուրջ 1 ամիս անազատության մեջ։ Փաստաբանը հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր խոսքով իրական արդարադատություն իրականացնող եզակի դատավոր Վազգեն Ռշտունուն, որի արդարադատությունը SMS հաղորդագրության հիման վրա չէ։ Հարցին իսկ շարունակվող ձերբակալությունների ֆոնին դեռ ինչքան կարող է երկարաձգվել Սամվել Կարապետյանի կալանքը, պատասխանում է։ Խոսքի սկզբում նշեցի, որ եզակի այն դատավորներից Ռուբեն Ռշտունին կայացրեց այս որոշումը։ Երբ որ կգտնվի այդ եզակիներից, այդ ժամանակ էլ կդադարի Սամվել Կարապետյանը գտնվել ապօրինի անազատության մեջ։ Ռուբեն Մխիթարյանը վստահեցնում է, որ նման ճանապարհով իրեն հաղթելը հեշտ չի լինելու։ Որովհետև ինչպես մեր նաև Նարեկ Կարապետյանը, թե չեմ սխալվում, հարցազրույցներից մեկում նշեց, որ հիմա ավելի շատ ամոթ է կարծես դուրս է գտնվել է, վստահ եմ նմանատիպ բաները մեզ չեն կոտրելու։ Փաստաբանը զարմանալի չի համարում այսօրվա իշխանությունների գործելակերպը, բայց դա իրեն չի խանգարելու զբաղվել իր ամենօրյա աշխատանքով։ Շուտով կմեկնի Գյումրի եւ կհասկանա այնտեղի տրամադրությունները։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։